Ընդհատակում գտնվող գործարար Սամվել Մայլապետյանի Ծաղկաձորում գտնվող մոտ 1,1 միլիոն դոլար արժեքով 2 հողատարածք վերադարձվել է պետությանը։ Դատախազի ձեռքին որպես պետության սեփականություն գրանցված այս գույքերի վկայականներն են։ Պարզվել է, որ հողատարածքները գործարարին վաճառվել են ձևական աճուրդով։ 2007 թվականին կառավարությունը որոշել է իրականացնել Կոտայքի մարզում գտնվող Անտառային ֆոնդի հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն, Անտառային ֆոնդի հողամասերից նշված հողամասերի նպատակային նշանակությունը փոխադրելով հանգստի կազմակերպման համար հատուկ պահպանվող տարածքների կատեգորիայի հողամասերի։ Աճուրդներն անցկացրել են Կոտայքի մարզպետարանն ու Հրազդանի քաղաքապետարանը։ Պարզվել է, որ պաշտոնատար անձինք քողարկված աճուրդով են վաճառել հողամասերը։ Այդ հողամասերից մեկը 23200 քառակուսի մետր տարածքով Մայրապետյանին վաճառվել է մոտ 14 միլիոն դրամով։ Ներկայում հողատարածքի կադաստրային արժեքը 375 միլիոն դրամ է։ 2024 թվականին օրինական ուժի մեջ մտած մեկ այլ դատական ակտի հիման վրա դատարանը անվավեր է ճանաչել Սամվել Մայրապետյանի մասնակցությամբ մեկ այլ աճուրդ եւ դրա արդյունքում կնքված գործարքը, որի արդյունքում 2024 թվականի փետրվարի 29-ին վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Ծաղկաձոր համայնքի Արտավազ գյուղում գտնվող շուրջ 20,021 քառակուսի մետր մակերեսով 37 միլիոն 593 հազար դրամ շուկայական արժեքի մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ։ Այս հողատարածքը Մայրապետյանին վաճառվել է մոտ 2 միլիոն դրամով։ Դատախազությունը Մայրապետյանից եւս մեկ հողատարածք է պահանջում։ Խոսքը վերաբերվում է 1,66 հեկտար հողամասի, որը գտնվել է Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում, սակայն նշված գործը դեռևս գտնվում է քննության փուլում։ Այս հողամասի կադաստրային արժեքը մոտ 268 միլիոն դրամ է։ Պետության նորեր առաջ եւս մեկ հողատարածք է վերադարձվել։ Խոսքը Ծաղկաձորի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 5000 քառակուսի մետր մակերեսով մոտ 9 միլիոն դրամ արժեքով հողամասի մասին է։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։